Իմաստուն խորհրդի արժեքը։ Կիրգիզական հեքիաթ։ Ժուկով ժամանակով ապրելիս են եղել մի հայր և մի որդի։ Որդին ինչքան մեծանում, այնքան հիմարի մեկն էր դառնում, և հայրը շատ է տանջվում դրա համար։ Օրերից մի օր կանչում է իր որդուն և ասում. «Լսիր որդի, հերիք է տանը նստես, լավ մարդկանց հետ ծանոթացիր, ընկերություն արա, մի քիչ խելքդ գլուխդ հավաքիր»։ Եվ տղան թողնում է հայրական տունը։ Երևի նրա դեմքը շատ տխուր է թվում, որ առաջին իսկ պատահած մարդը նրան հարց է տալիս. «Ջիգիթ, այդ ինչ է պատահել, ինչու ես այդպես տխուր»։ «Ինձ համար ապրում էի հայրական տանը», ասում է նա, «բայց ահա հայրս ինձ տնից դուրս արեց, որ մի քիչ խելք հավաքեմ, լավ մարդկանց հետ ծանոթանամ, ընկերներ գտնեմ»։ «Հա ինչ կա որ», պատասխանում է անծանոթը, «քեզ մի լավ խորհուրդ կարող եմ տալ, գուցե պետք գա»։ Բան է, եթե պատահի հարց տան երկու կանանցից որն է գեղեցիկը, էսպես պատասխանիր. «Գեղեցկուհին նա չէ, ով գեղեցիկ է, այլ նա, որին սիրում ես»։ Տղան շնորհակալ է լինում անծանոթին ու շարունակում իր ճանապարհը, բայց դեռ չէր հասցրել մի քիչ հեռանալ, մեկ էլ մի ձայն է լսում. «Այ հիմար, էդ ուր ես գնում»։ Տղան շրջվում է ու մի անծանոթ մարդ է տեսնում։ «Որտեղից գիտես, որ ես հիմար եմ», հարցնում է նա։ «Քո դեմքից դա երևում է, էդ ուր ես գնում»։ Տղան նորից ստիպված է լինում պատմել իր պատմությունը։ «Ինչ կա որ, լավ խորհրդին ականջ դիր», ասում է անծանոթը, «գուցե պետք կգա, ականջի տող արա, ում մոտ աղ ու հաց ես կերել, նրան վատություն չանես երբեք»։ Տղան լավ խորհրդի համար շնորհակալ է լինում և շարունակում իր ճանապարհը։ Շուտով նրան մի ծերուկ է հանդիպում։ Նա դժվարությամբ էր ոտքերը փոխում։ Տղան բռնում է նրա ձեռքից և օգնում է։ «Իմ խորհուրդը լավ լսիր, որդիս», ասում է ծերուկը, «գուցե քեզ պետք կգա, լավ լսիր, թե ինչ կասեմ։ Առավոտյան ուտելիքից մի հրաժարվիր, երեկոյան էլ մի սպասիր»։ Տղան խոր գլուխ է տալիս ու շնորհակալ լինում։ Նա շատ է գնում, թե քիչ ինքը գիտի, և օրերից մի օր հանդիպում է ծանր բեռներ բարձած մի քարավանի։ Վաճառականներից մեկը տղային իր մոտ է կանչում, և նա ստիպված է լինում նորից պատմել իր գլխով եկածն ու անցածը։ Վաճառականը շատ է խղճում տղային և առաջարկում է աշխատել իր մոտ։ Տղան ուրախությամբ համաձայնում է և միանում քարավանին։ Անջուր տափաստանով գնալիս քարավանը կանգ է առնում մի ջրհորի մոտ։ Ուխտապաններից մեկը դույլը կապում է պարանից և ջրհոր է իջեցնում, բայց երբ պարանը վեր է քաշում, դույլը ծայրին չի լինում։ Որոշում է ինքը մտնել ջրհորը, բայց այս անգամ էլ երբ պարանը վեր են քաշում, ուխտապանը չի բարձրանում։ Բոլորը իրար են խառնվում, չիմանալով, թե ինչ անեն։ Ծարավը նրանց շատ էր տանջում։ «Ով ջրհոր մտնի և ջուր բերի, նա մեծ նվեր կստանա», ասում է վաճառականը։ Տղան մտածում, որ ինքը կորցնելու ոչինչ չունի, թեկուզ կորչի էլ ոչ ոք չի խղճա։ Չէ որ նույնիսկ հայրը նրան հիմար է համարել և տնից դուրս արել։ Իսկ դրա փոխարեն ինչքան լավ կլինի, որ նա մի մեծ նվեր ստանա և դատարկ ձեռքով տուն չվերադառնա։ Եվ տղան պարանը կապելով գոտուց մտնում է ջրհորը։ Բայց այն, ինչ տեսնում է այնտեղ, ստիպում է, որ վախից ոտքերը թուլանան։ Ջրհորի խորքում նստած է լինում մի մեծ սև դև, իսկ նրա կողքին երկու կանայք։ Քիչ հեռու ընկած էր այն ուխտապանի դիակը, որը մտել էր ջրհորը դույլը հանելու։ Դևը բարկացած շրջվում է դեպի տղան և հարցնում, թե նստած երկու կանանցից որն է ամենագեղեցիկը։ Տղան
այստեղ հիշում է իրեն տրված առաջին խորհուրդը և ասում է. «Գեղեցկուհին նա չէ, ով գեղեցիկ է, այլ նա, որին սիրում ես»։ Դևը բարձրաձայն ծիծաղում է և արդեն ձայնը մեղմացրած հարցնում. «Ինչպես երևում է, դու խելոք մարդ ես, ինչքան ջուր պետք է վերցրու և գնա»։ Տղան այնքան ջուր է վերցնում, որ քարավանի բոլոր մարդկանց էլ բավարարի, և ողջ առողջ նա դուրս է գալիս լույս աշխարհ։ Վաճառականը ստիպված է լինում տղային տալ իր ապրանքի մի մասը։ Անսպասելի այսպիսի հարստության տիրելով, տղան սկսում է վաճառականությամբ զբաղվել և իր ունեցվածքը շուտով կրկնապատկվում է։ Օրերից մի օր մի քաղաք է ընկնում։ Այս քաղաքում ապրելիս է լինում իր հին ծանոթներից մեկը։ Սա տղային սիրով հյուրընկալում է, բայց այնպես է ստացվում, որ տանտիրոջ կինը սիրահարվում է տղային։ Նա տղայի հետ քաղցր վերաբերվում է ու մի լավ օր էլ խոստովանում իր սերը։ Բայց տղան այդ ժամանակ հիշում է իմաստունի խորհուրդը. ում մոտ աղու հաց ես կիսել, նրան վատություն երբեք չանես։ Եվ տղան մերժում է իր ընկերոջ կնոջը։ Բայց կինը այդ վիրավորանքը չի կարողանում տանել, և երբ ամուսինը գալիս է տուն, նա չարախոսում է տղային։ Տանտերը որոշում է սպանել նրան։ Գնում է իր հացթուխ ընկերոջ մոտ ու ասում. «Վաղը քեզ մոտ մի մարդ կուղարկեմ, հաց տանելու։ Հենց որ այդ մարդը ներս մտնի, նրան բռնիր ու գցիր փուռը»։ «Լավ», ասում է հացթուխը։ Տանտերը վերադառնում է ու կնոջը պատմում, որ վաղն առավոտյան հյուրին հացի կուղարկի, իսկ հացթուխը նրան կգցի փուռը։ «Հա, լավ բան ես մտածել», գովում է նրան կինը։ Առավոտյան տանտերը տղային ուղարկում է հացթուխի մոտ։ Ոչ մի վատ բան չկասկածելով, տղան գնում է հաց բերելու, բայց տնից հազիվ էր հեռացել, որ նրան է հանդիպում իր հայրենակիցներից մեկը։ «Օ, ջիգիթ», բացականչում է նա, «ինչ լավ է, որ քեզ հանդիպեցի։ Հայրդ վաղուց աչքը ճամփին է քեզ է սպասում։ Արի ինձ մոտ գնանք, մի կտոր հաց ուտենք, խոսենք, տեսնեմ ինչպես ես»։ Տղան այստեղ հիշում է ճանապարհին հանդիպած ծերունուն ու նրա խորհուրդը, թե առավոտյան երբեք ուտելիքից մի հրաժարվիր, իսկ երեկոյան մի էլ սպասիր, ու որոշում է չմերժել։ Իսկ այդ ժամանակ տանտիրոջ կինը, որը անհամբերությունից տեղը չէր գտնում, վազ է տալիս հացթուխի մոտ, որ սեփական աչքով տեսնի, թե տղան ինչպես է այրվելու։ Հացթուխը նրան տեսնելով շատ է շփոթվում։ Նրա համար դժվար էր ընկերոջ կնոջը սպանելը, բայց քանի որ խոսք էր տվել, բռնում է նրան ու գցում փուռը։ Իսկ տղան իր հայրենակցի տանը մի կուշտ ուտելուց հետո գնում է հացթուխի մոտ ու հացը վերցնում։ Տղան հացը ձեռքին վերադառնում է տուն, և տանտերը զարմանում է։ Վեր է կենում գնում հացթուխի մոտ և հարցնում, թե առավոտյան ով եկավ իր մոտից հացը տանելու։ «Կինդ եկավ», պատասխանում է հացթուխը։ «Ես էլ քո խնդրանքով նրան վերցրի ու գցեցի փուռը»։ Տանտերը ոչինչ չի ասում և վերադառնում է տուն։ «Դու բարեկամս, պարզվում է, որ մաքուր մարդ ես», ասում է նա տղային։ «Ախր ես հավատացի կնոջս, հավատացի, իբր դու նրա պատվի հետ ես խաղացել։ Հիմա այդ խաբեբակինն է փռի կրակների մեջ այրվում։ Քեզ մոտ ես աղու հաց էի կերել և չէի կարող երախտիքը մոռանալ», պատասխանում է տղան։ Տղան այսպես փորձանքից պրծած, խելոքացած և հարստացած, ողջ առողջ վերադառնում է տուն, հասկանալով իմաստուն խորհրդի արժեքը։